Էլի ես մնալու եմ նույն կարծիքին, որ օրենքը փթերի է, այն առումով, որ հստակեցում չկա, որովհետև այդտեղ ասում եմ գնահատված կազմակերպության կողմից օրենքով սահմանված կարգով։ Նախկին օղային օրենսգիրքը ավելի հստակ էր կարգավորում, դա մենք քննարկել ենք, այսինքն այդտեղ 30%-ի չափով սահմանամերձ եւ այլը, բնականաբար ես վերջում դուք օրենք բերեցիք եւ անգամներով, պատիկներով թանկացրեցիք։ Հողի հարկը միասնական հարկատեսակ սարքեցիք եւ անուն դրեցիք մոտարկված արժեք։ Այդ բնականաբար նաև կադաստրային արժեք գաղափարը դուրս եկա, որտեղ ինքնաբերաբար պետք է փոխվեր, եթե կադաստրային արժեք գաղափար չկա այլևս օղային օրենսգրքում, պետք է այդտեղ այդ տերմինը տրվի տարածակոտիավորման մոտարկված շուկայական արժեք։ Հիմա ուզում եմ ես հասկանամ այդ շուկայական արժեքը, որ դրել եք եւ հիմա դրել եք հողի հարկի, շենքի հարկի հիմքում, ինչ չափորոշիչները հաշվի առնվե, որ տարածակոտիավորման մոտարկված արժեք հասահմանվե։ Կարողացես արծես։ Այսինքն նախկինում օրենք եք բերել, հիմա լղում եք տալիս, ասում եք հիմա կադաստրային արժեք չկա, կա տարածակոտիավորման մոտարկված արժեք, որը հիմք է հանդիսանալու մեկնարկի համար կոպիտ ասած։ Ոչ թե կոպիտ հստակ։ Այսինքն հողեր աճուրդով տնելով տարածակոտիավորման մոտարկված արժեքից պակաս պետք է չլինի, միաժամանակ նաև լիցենզավորված կազմակերպությունը պետք է գնահատում անի։ Ես ուզում եմ հասկանամ այդ տարածակոտիավորման մոտարկված արժեքի ժամանակ, որ օրենքը բերեցիք եւ անգամներով թանկացավ, ինչ կրիտերիաներ են հաշվի առնվե, որ օրենք է եղել կոպիտ ասած, բերվել է օրենք այդ օրենքը։ Շնորհակալություն պարոն Ղազարյան հարցի համար։ Սույն օրենքի նախագծի վերաբերյալ դրույթների մասով ես միայն կասեմ, սույն օրենքի նախագծի վերաբերյալ դրույթների մասով հայտնեմ, որ այսօրվա գործող հողային օրենսգրքով որպես կադաստրային արժեք հենց ընդունվում է դա 66-րդ հոդվածի 3-րդ մասն է։ Կադաստրային արժեք համարվում է այն շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, բոլոր տեղերը, որտեղ որ նշվում է այդ տերմինը։ Իսկ գույքը հարկի հետ վերաբերելի հարցին ես չեմ կարող ուղղակի պատասխանել, որովհետև սա տվյալ օրենսդրական նախաձեռնության փաթեթի կարգավորումից դուրս է։ Պարոն Սիմոնյան, օրենքի փաթեթի կարգավորումից դուրս չէ, հետևյալ հիմնավորմամբ։ Եթե տարածակոտիավորման մոտարկված արժեքը որոշվե, մի տարի առաջ եւ մինչեւ 25 թվականի դեկտեմբեր ամիսը 100%-անոց թանկացավ, այսինքն համամասնությամբ եւ ահագինել դժգոհություն հայտնեց։ Այսինքն այդ ինստիտուտները դրա վրան աշխատել են, չէ՞, այստեղ ասեմ, գալիս եմ այն մտքին էլի, որ տարածակոտիավորման մոտարկված արժեք են սահմանել։ Այսինքն շուկան են ուսումնասիրել, լիցենզավորված կազմակերպությունը գնահատում են արել, կադաստրից հարցում են արել, վիճակագրական կոմիտեի արդյունքում ստացվել է տարածակոտիավորման մոտարկված արժեքը, ասածս հետևյալն է, որ պետք է հստակ տարածակոտիավորման մոտարկված արժեքը դրվի օրենքի մեջ, ոչ թե թողել լիցենզավորված կազմակերպության, այդքանով կապ ունի։ Այսինքն դուք 1 տարի առաջ հստակ շուկան ուսումնասիրել եք եւ հողի հարկի, հողերի շենքերի մասով արդեն ունեք գնահատում։ Լիցենզավորված կազմակերպության գնահատման գործընթացը ավելորդություն են չեք բերել, այստեղ առանցայնել եւ չեք էլ հստակեցնում, որ ինչ դրույթերով պետք է հստակեցվի, այդ դրանով կապ ունի այդքան էլ։ Այսինքն մի տարի առաջ ստեղծել եք ազնաժողովներ, ուսումնասիրություն օրենք եք բերել, պատիկներով թանկացել եք, շուկան ուսումնա լավ եք արել, ժամանակ նախկինում խորհրդային ժամանակն 90-ական թվականին է գնահատումն եղել, հիմա թանկացել եք, մարդիկ չեն էլ կարողանում վճարեն, գաղտնիք չէ։ Մի հատ էլ բերել եք առանձին ասում եք, մի հատ էլ բերեք փոխտու չափագրում թող բերի արվի, բան արվի, գնահատում արվի, սա նպատակ այդ դրանից է բխում իմ ասածը, որ դուք չեք ուզում հասկանալ կամ չեք ուզում ընդունեք էսա։